Բայց հարգարժան Գայանե Սարգսյանը իր աստղագիտական հաշվարկներով ինչ կարող է մեզ ասել, ինչ տեղեկատվություն կա, որ հավատանք աստղերին։ Ես ասեմ, որ մարտի 3-ը, փետրվարի 17-18 եւ մարտի 3-ը շատ կարեւոր են լինելու երկու ղեկավարների մոտ։ Դա Դոնալդ Թրամփն է եւ Նիկոլ Փաշինյանն է։ Քանի որ նրանք երկորյակի ազդեցության տակ են ծնված, իսկ խավարումները լինելու են ձկների կենդանակերպում, մանավանդ մարտի 3-ը գաղտնիքներ կարող են բացահայտվել, եւ դուք կարծում եք պատահական է, որ հենց Թրամփի ճանապարհ կամ միջանց կամ այդ ամենը կապված է, երկուսն են երկորյակ են, երկորյակը դա ճանապարհի խոսակցության միջանցքի կենդանակերպն է։ Կյանքը, տիեզերքը, թե որոշ ուժեր այս խաչմերուկում կանգնացրել են այդ երկու մարդկանց անձանց։ Հետաքրքիր էր, որովհետև մենք ընտրական տարի ենք մտնում ու փետրվարին, թե չեմ սխալվում, ԱՄՆ փոխնախագահ Վենսը պիտի գա, այսինքն ինչ-որ զարգացումներ տեղի ունենում են։ Ինտրիգներ կարող են լինել, գաղտնիքներ կարող են բացահայտվել, նույնիսկ կարող են գաղտնի բանակցություններ ընթանալ, որոնց մասին մենք կարող ենք իմանալ 6 ամիս հետո կամ 8, 9, 18, 19 տարի հետո, որտեղ խավարումները դրանք բարբերականություններն են, նմանատիպ իրավիճակները կրկնվելու հնարավորությունն է 18-19 տարի։ Հիմա գանք մեր դրախտավայր Հայաստան։ Հայաստանը ինչպես սկսեց